բայց փոխանցում են իրենց երախտիկի ջերմ խոսքերը։ Պողոս Կանայան, Իտալիա, քաղաք Հռոմ, Արսեն Բաբայան, Գերմանիա, քաղաք Մյունխեն, Արմեն Իվանյան, Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սանկտ Պետերբուրգ, Ջուզեպպե Կավալի, Իտալիա, կղզի Սիցիլիա, Արտյոմ Օհանյան, Ավստրիա, քաղաք Վիեննա, Տիկին Մկրտչյան, Ֆրանսիայի քաղաք Տրուա, որի հետ ռուսական ուժը չստացվեց, սակայն նա մեզ այսօր առավոտյան ուղարկել է հաղորդագրություն, որը մեծ սիրով կարդում եմ, ներկայացնում եմ ձեր դատին։ Առավոտյան ստացա հաղորդագրությունը և ներկայացնում եմ ձեզ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր ես մեծ ուրախությամբ ներկայացնում եմ Ֆրանսիայի Սեն Մարտինի հայկական համայնքը, որի նախագահն եմ։ Իմ հայկական համայնքը համագործակցում է բոլոր երկրների հայ համայնքների հետ։ Հետևաբար, երբ Տիկին Չիբուխչյանը ինձ առաջարկեց համագործակցելու և ներկայացնելու իրենց ծրագրերը, ես մեծ ուրախությամբ այն ընդունեցի, քանի որ վստահում և հարգում եմ նրան։ Հույսով եմ, որ Տիկին Չիբուխչյանի կազմակերպությունը հաջողություն կունենա և մեր հայ համայնքը պատրաստ է օգնության ձեռք մեկնել նրան, նույնիսկ ավելի։ Պատրաստվում ենք պայմանագրեր իրականացնելուց հետո զոհված ոստիկանների ընտանիքների երեխաներից մի քանիսին հյուրընկալել մեզ մոտ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ այս հիանալի ծրագրի իրականացմանը, մաղթում եմ մեծ հաջողություններ։ Տիկին Մկրտչյան։ Ունենք նաև Աղաս Արաքելյան, որը գտնվում է քաղաք Սանտրապայում և իր հորին ուսումնալից տողերն է արտահայտել և ասել է, որ ես իր խոսք նրան ներողություն հայտնեմ, քանի որ ինքը մեզ հետ չէ, դահլիճում չէ և խոնարհվեմ այն մայրերի առաջ, ովքեր այսօր այստեղ են և այն կանանց առաջ և այն երեխաների, որոնք մնացել են այսօր անհայր, բայց ունեն հերոս հայր, հերոսի կոչում։ Հարգելի մասնակիցներ, դահլիճում ներկա են գտնվում նաև մարդիկ, ովքեր մեր խորհրդի պատվավոր անդամներ են և իրենց լուման են ներդրել այս կազմակերպության մեջ։ Գառնիկ Հայրապետյան, Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ով մարզական և սպորտային ծրագրերի իրականացման հետ կապված պարտականությունները վերցրել է իր վրա։ Խնդրեմ, պարոն Հայրապետյան, Կարեն Հայրյան, հասարակական անվտանգության միջազգային ոստիկանական կորպորացիայի հայաստանյան մասնաճյուղի կոմիսար, ով կհոգա զոհված ոստիկանների ընտանիքների օգնության տրամադրման մի մասը։ Խնդրեմ, պարոն Հայրյան։ Արտուր Կարապետյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ, ով իր աջակցությունը կունենա այս ընտանիքների անվտանգությունը ապավելու հարցում։ Ես հիմա ձեզ բացատրեմ, սիրելիներս, երբ մենք երեխաներ կուղարկենք Սանկտ Պետերբուրգ և Ֆրանսիա, նա լիովին կհոգա ձեր երեխաների անվտանգությունը։ Խնդրեմ, պարոն Կարապետյան, Արտակ Ամիրյան, Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օգնական, ով միջոցառումների ժամանակ կապահովի զոհված ոստիկանների ընտանիքների համար տրանսպորտային ծառայությունները։ Որտեղ, պարոն Կարապետյան։ Նվեր Գալստյան, Ադրենալին կասկադյորների միավորման նախագահ, որոնց շնորհիվ էկրան կբարձրանա նոր գեղարվեստական ֆիլմ «Չղջիկներ», նվիրված զոհված ոստիկաններին և ազատամարտիկներին։ Այս ֆիլմի ցուցադրումից հետո հասույթի մի որոշ մասը կհատկացվի զոհված ոստիկանների ընտանիքներին։ Իմիջիայլով ձեզ ասեմ հետևյալը, որ Նվեր Գալստյանը, որտեղ ես Նվեր։ Աշխատել եմ ես, շտաբի պետի օգնական, որը ներկա է դահլիճում։ Ողջունում եմ ձեզ, սիրում եմ ձեզ և հիշում եմ միշտ։ Ես խորին հարգանքի տուրքն են մատուցում նաև մեր հայ համայնքի բնակիչները Բելգիայից և Հոլանդիայից։ Եկեք արժանի լինենք նրանց և միջոցառումը, որը նվիրել ենք
մեր հերոս ոստիկաններին համարենք բացված։ Շնորհակալություն։ Այս ֆիլմը ինքնատիպ ու անկեղծ պատում է նվիրված զոհված ոստիկանների հիշատակին։ Նրանք, ինչպես մեր բոլոր ազատամարտիկները, համազգային զարթոնքի առաջին իսկ օրերից անձնվիրաբար նվիրվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Նրանք մեր երկրի սահմանները պաշտպանողների առաջին շարքերում էին, նրանք անվեհերաբար մարտնչեցին ու դիմագրավեցին թշնամուն Ղարաբաղյան հերոսամարտի ամենավճռական ու ամենաթեժ մարտերում։ Հայոց մեծ գոյապայքարի զոհասեղանին